Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, ինչպես գիտեք, առողջ առավոտի եթերներում մենք անդրադառնում ենք մի քանի հիմնական ուղղությունների՝ հանրային առողջապահական մարտահրավերներ, բժշկագիտություն, հենց գիտական հիմնարար կամ կլինիկական ուղղությունների մեջ եւ իհարկե պրակտիկ բժշկական հարցեր, որոնք քննարկում ենք եւ այդպիսով դրանով իսկ մտնում ձեր ընտանիք, ձեր տուն, որովհետեւ հաստատ դիպչում ենք կարևոր թեմաների, որոնք ձեզ շատ են հետաքրքրում, բոլոր նրանք, ովքեր որոշել են առաջիկա 30 րոպեները, 25 րոպեները մեզ հետ անցկացնել, հատկապես ողջունում ենք, մնացածին հորդորում մինչև վերջ մնալ մեզ հետ, որովհետև այսօր մենք շարունակում ենք Նոր Մարաշ բժշկական կենտրոնի նվիրված շաբաթը եւ այս պարագայում խոսելու ենք միջամտական արիթմիոլոգիայից, այսինքն երեք մենք կարողացանք անդրադառնալ կոնսերվատիվ բուժումներին, իսկ այսօր արդեն ավելի շատ վիրաբուժական եւ միջամտական այլ ուղղությունների մեջ ենք խորանալու։ Այդ կապակցությամբ հյուրընկալել ենք նույն բժշկական կենտրոնի միջամտական արիթմիոլոգ, Եվրոպայի սրտի ռիթմի ասոցիացիայի երիտասարդ դեսպան եւ EBT էլեկտրոֆիզիոլոգիայի պրոկտոր բժիշկ Արմեն Խաչատրյանին։ Մենք որոշեցինք վերջին մասը չասել, բայց ես հատուկ շեշտելու եմ, որովհետեւ եթերից առաջ մի քանի բառ խոսեցինք, դա մեծագույն պատիվ է կարծում եմ։ Մենք չենք պատրաստվում այստեղ որևէ ընկերության գովազդել, բայց մենք դիրքավորելու ենք ձեր որակները, որոնցով դուք փաստորեն կարողանում եք այլ երկրներում հարցեր լուծել։ Առողջ առավոտ բժիշկ Խաչատրյան։ Բարի առավոտ, առողջ առավոտ բոլորին։ Ես շատ ուրախ եմ եւ զգացված, որ իսկապես ձեր բազմազբաղ եւ բարդ գրաֆիկի մեջ դուք գտել եք այս ժամանակը եւ առիթից օգտվելով ուզում եմ ձեզ հիշեցնել եւ շնորհակալություն հայտնել, եթե կհիշեք տարիներ առաջ պատերազմի օրերին մենք մի հետաքրքիր դեպք ունեցանք, երբ ես մեկ այլ բժշկական կենտրոնում աշխատում էի եւ մենք կարիք ունեցանք ձեր վիրավոր զինվորի միջամտության, մենք չունեինք այդ ծառայությունը եւ դուք ամեն ինչ թողեցիք եւ եկաք։ Ցավոք հետո երկրորդ փուլով չհաջողվեց կյանքը փրկել, բայց ես մինչև այսօր հիշում եմ ձեզ եւ երախտապարտ եմ ձեզ դրա համար, այդ թվում որպես կազմակերպիչ, որովհետեւ այդ իրավիճակում անհնար էր նրան ընդհանրապես տեղաշարժել եւ դուք եկաք ու չլինելով ծանոթ ոչ վիրահատան, ոչ մի բանին դուք բացարձակ պրոֆեսիոնալ մոտեցմամբ փրկեցիք նրա կյանքը այդ փուլում։ Հուզական էր, բայց անկեղծ եւ ճիշտ էր։ Բժիշկ Խաչատրյան, շատերս խորշում ենք արիթմիոլոգիայից, եթե սրտաբանության բարդագույն ճյուղերից մեկն է կամ առնվազն մեզ է այդպես թվում, եւ ինչու՞ չէ նաեւ այդքան հանրահռչակված եւ պոպուլյար չէ խոսել, ընդունված չէ ընդհանրապես արիթմիոլոգիայի մասին եթերում շատ խոսել։ Դրա հիմքերը որտեղից են գալիս, ինչով է ձեր մասնագիտությունն այդչափ բարդ։ Միջև հարցին պատասխանը շնորհակալություն հրավերի համար, որովհետեւ այս նման պրոյեկտներ, որոնք որ կան, որոնք որ հանրային ինֆորմացիային տարածում մեր բնակչության համար ողջունելի է։ Ինչ վերաբերվում է արիթմիոլոգիային, այո, արիթմիոլոգիա չսիրողներ շատ են։ Դա գալիս է նրանից, որտեվ արիթմիոլոգիան դա մի մութ անտառ է իր բարդություններով, իր խնդիրներով, բայց երբ որ հեև մտնում ես այդ մութ անտառի մեջ, տեսնում ես, որ ինքը այդքան մութ չի, ինքը ունի շատ գեղեցիկ կողմեր, այո, ինքը բարդ է, այո, մտածելու շատ հարցեր կան, բայց հավատացեք, ով այդ մի փոքր դժվարություն անցնում է, միանշանակ սիրահարվում է արիթմիոլոգիային։ Ես կարող եմ, քանի որ մենք շատ պես ակադեմիական հեռուստանախագիծ չենք, ձեզ համեմատել Ռոբին Հուդի եւ Շերվուդյան անտառի ձեր թիմով, որ այդ անտառում դուք կողմնորոշվում եք այնպես, իսկ մեզ համար մութ պատմություններ են, զարհուրելի պատմություններ են, բայց դուք ներսից հայացքը այլ է բնականաբար։ Շատ կարճ հարց, ինչպես եւ ինչու որոշեցիք դառնալ արիթմիոլոգ, հետո կգնանք արդեն հիվանդությունների մասին խոսենք։ Անկեղծ ասած, արիթմիոլոգ որոշելը, երբ ես նայում եմ հետ իմ անցած կյանքին, իմ անցած ուղուն, մի փոքր զարմանալի է եւ մի փոքր, չգիտեմ, ճակատագրական թե չէ։ Հետ վերադառնամ 14-15 տարեկան, երբ որ մտածում եմ ինչ մասնագետ դառնամ, հայրս ինժեներ էլեկտրոնիկա ու ես էլեկտրոնիկան շատ սիրում էի եւ նաեւ սիրում եմ։ Տատիկս ինֆեկցիոնիստ էր ու իմ մտքով անցավ դառնալ բժիշկ։ Դա 14 տարեկանում էր, ընդ որում պապաս հայրս շատ կողմ չէր, մայրս շատ կողմ էր, հայրս այդքան կողմ չէր, որովհետև ինքը տեսել է բժշկի կյանքը ոնց է ընդհանրապես տանը լինում։ Էն էլ զոքանջի կյանք։ Իր մայրիկի կյանքը։ Ընդունվեցի բժշկական, ավարտեցի, հետո
լրիվ պատահականությամբ, երբ ես ընտրեցի սրտաբանության ուղղությունը, լրիվ պատահականությամբ հանդիպեցի իմ առաջին ուսուցչին, Հովհաննիսյան Աշոտ Նիկոլաևիչին, սրտաբանության ինստիտուտից, ով հենց արիթմոլոգիայի էր զբաղվում, նաև հիմա զբաղվում է, ու մտա ինվազիվ արիթմոլոգիայի մեջ։ Վերջում հիմա երբ ինձ նայում եմ, ես զբաղվում եմ եւ բժշկությամբ, եւ էլեկտրականությամբ, որովհետեւ արիթմոլոգներին համարում են սրտի էլեկտրիկներ։ Մենք երեք ընդամենը խոսում էինք Բժիշկ Ղազարյանի հետ եւ Բժիշկ Ղազարյանի հետ այդ համեմատականը անցկացրինք, որ նույնիսկ ասացինք, որ այդ ավտոնոմությունը եւ ավտոմատիզմը սրտի նմանեցրինք պերիֆերիկ ուղեղի հետ, որ այնտեղ էսպիսի բաներ կար եւ համեմատական արեցինք այն անեկդոտները, որ միշտ ասում են, այո, որ դուք շատ էլեկտրիկներ իրենց համեմատում են, ընդհանրություններ են գտնում։ Սա էլ որ մենք մեր հեռուստադիտողին ավելի մաչելի լեզվով այսպես ներկայացնենք ամենը։ Ես համամիտ եմ, որ դուք ձեր երկու երազանքներ լուծել եք։ Ռետրոսպեկտիվ որ նայում եք, դուք եւ այն եք եւ այն եք անում, այո։ Եվ նաև ձեր խառնվածքից էլ զգացում է, որ դուք այսպես ինժեներական մտածողություն ունեք եւ ստանդարտ կլինիցիստ չեք։ Այստեղ մի կարևոր բան էլ կա, որ ես կուզեի նշել, դուք դեղագործական ընկերության կամ ոչ միայն դեղագործական, հա, նաև սարքավորումներ արտադրող ընկերության եւ տեղադրող պրոկտոր եք։ Ինձ համար էլ էր պրոկտոր բառը նորություն, ես կուզեի դուք բացատրեք դա ինչ տերմին է եւ ինչ է դա ենթադրում։ Պրոկտորը բժշկության մեջ մի մակարդակ է, որը որ իրավունք է տալիս օրենքի տեսակետից զբաղվել նույն մասնագիտությամբ այլ կենտրոններում, այլ երկրներում եւ քո, այսպես ասած, երաշխավորը այն կազմակերպությունն է, ով քեզ վստահել է։ Կոնկրետ մեր պարագայում ես զբաղվում եմ պրոկտորությամբ ինվազիվ արիթմոլոգիայի գծով, որը որ ինձ իրավունք է տալիս կոնկրետ երկրներում, կոնկրետ հիվանդանոցներում իրականացնել եւ իմ բոլոր վիրահատական ողջ ծավալը, դա իրար մեջ ներառում է ռիթմավար սարքերի տեղադրումներ եւ արիթմիայի օջախների այրումներ, աբլյացիաներ։ Կոնկրետ երկրներ կարող եք նշել։ Ներկա պահին ես ակտիվ աշխատում եմ Մոնղոլիայի հետ, Մոնղոլիայի առաջին կլինիկական հիվանդանոցի պաշտոնական պրոկտորն ենք, ընդ որում ասեմ, որ Նորք մարզաբժշկական կենտրոնը եւ Մոնղոլիայի առաջին կլինիկական հիվանդանոցը համատեղ ստորագրել են հուշագիր։ Քույր հիվանդանոցներ են այսպես կոչված։ Այո, եւ այդ պրոյեկտի շրջանակներում ոչ միայն ես, այլ նաեւ մեր բաժնի արիթմոլոգիայի տեխնիկ Արա Անտոնյանը արդեն մի քանի անգամ գնացել ենք իրենց հիվանդանոց եւ իրականացրել վիրահատություններ։ Հրաշալի է, մենք ինչեր ենք բացահայտում, սիրելի հեռուստադիտող, ես այնինչ ինձ համար նորություն է, ես ուզում եմ ձեզ հետ սիրով կիսվել, որովհետեւ կան իսկապես արժանի մարդիկ եւ արժանի գործունեության տեսակներ, որոնց մասին մենք գաղափար չունենք։ Շնորհավորում եմ Նորք մարզաբժշկական կենտրոնին այս կապակցությամբ եւս ձեր մեծ թիմին։ Հիմա արդեն խորանանք արիթմոլոգիայի մեջ իմ տպավորությամբ, երբ մենք դեռ ուսանող էինք եւ ես եւ վստահ եմ դուք, այդ տարիներին այսպես բում ապրեց Հայաստանը եւ հստակ նույնիսկ հիշում ենք, որ բժշկական կենտրոնում անուններով, թե որ մարդիկ ինչ ցավալի գործողություններ էին անում, որոնք որ մարդկանց կյանքեր էին փրկում կամ առնվազն երկարաձգում էին։ Ինչ է իրանից ենթադրում արիթմոլոգիայի վիրաբուժական կամ միջամտական այս ուղղությունը, բուժման մեթոդները որոնք են եւ այսօր ինչ հագեցվածություն ունենք մենք Հայաստանում, ինչ ցավալ ենք անում։ Ընդհանրապես արիթմոլոգիան ունի ինվազիվ արիթմոլոգիան ունի երկու հիմնական ուղղություն։ Առաջի ուղղությունը դա հատուկ ռիթմավար սարքերի տեղադրումներն են։ Դրանք կատարում են այն դեպքերում, երբ որ պացիենտ ունի կամ սրտի դանդաղ աշխատանք, կամ կյանքին վտանգ սպառնացող արիթմիաներ, օրինակ փորոքային տախիկարդիաներ, կամ ունի սրտային անբավարարություն եւ պետք է սիրտը մի տակտով կծկել, համահունչ կծկել, որի պատճառով սրտային անբավարարությունը էականորեն լավանում է։ Դա մի ուղղությունն է, սարքերի տեղադրումը։ Երկրորդ ուղղությունը դա արիթմիաներ, սրտի անկանոն, արագ, դանդաղ աշխատանքներ ստեղծող, ամենևս պատճառի վերացումն է, դա կաթեթերային աբլյացիաներն են, որը որ կատարվում է հատուկ գործիքներով, հիմնականում ազդրային, աճուկային, երակային մուտքով, մենք մտնում ենք, հասնում ենք սրտի համապատասխան խոռոչը, որտեղ որ գտնում հենց այդ օջախը եւ կատարում ենք դրա այրում։ Ծավալի առումով ես պատվով կարող եմ ասել, որ մենք մասնավորապես Նորք մարզաբժշկական կենտրոնում իրականացնում ենք ինվազիվ արիթմոլոգիայի ողջ սպեկտրը, որը որ գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Դա ներառում է
դժվարից գամ կյանքի մտանք սպառնացող փորոքային տաղկարդյաների աբլյացիաները, դա ներառում է կարդիոպաթիկ փորոքային տաղկարդյաների աբլյացիաները, շողացող արիթմիայի կամ նախասրտերի ֆիբրիլյացիայի կաթետրային աբլյացիաները, ավելի պարզ արիթմիաներն են դրանք վերփորոքային պարոքսիմալ տաղկարդյանները, VPV-ները, որը որ մենք դեռ վաղուց գիտենք, հիմնական ուղղությունը ինվազիվ արիթմոլոգիայի առումով ամբողջ ծավալը ծածկում ենք։ Ծավալային եւ քանակական առումով մենք տարեց տարի քանակը գնալով շատանում է։ Եթե ես հիշեմ հետ գնամ 2009-10 թվականները, ես շատ լավ հիշում եմ, երբ որ մենք մեկ տարվա ընթացքում կատարում էինք օրինակ 1 կամ 2 CRT տեղադրում, դա սրտային անբավարարություն բուժող հատուկ սարքի տեղադրումներ, մենք համարում էինք դա շատ հարուստ տարի։ Ներկայումս մենք կոնկրետ նոր մարաշում օր կա, որ կարող է 2-3 նման սարք տեղադրենք։ Իսկ ընդհանուր քանակական առումով ինվազիվ միջամտությունները տարեկան արդեն 500-ը գերազանցում են։ Գիտեք, Բժիշկ Քաչատրյան, սա հրաշալի առիթ է եւս մեկ անգամ եթերից շնորհակալություն հայտնել բոլոր սերունդների անունից եւ հայ մարդկանց մեծանուն բժիշկ Հրայր Հովակիմյանին, առաջին հերթին, կարծում եմ, որովհետեւ գուցե ուղղակիորեն նա սրա հետ կապ չունի, բայց իր ստեղծած դպրոցի արդյունքն է եւ բոլոր այն մեծերին ու այն մարդկանց, ումից դուք եք սովորել եւ նրանք են սովորել եւ ընդհանրապես ձեր մեծ թիմին, Նորք Մարաշ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, մեր առողջ առավոտից, մեր TV բոլոր աշխատակիցների անունից, բոլորիս անունից շնորհակալություն ենք ուզում հայտնել այն մեծածավալ աշխատանքի համար, որ դուք անում եք։ Իհարկե անարդարություններ եւս երբեմն կարող են լինել, ինչ-որ հիշատակումներ, հրապարակումներ, բայց այն ինչ-որ դուք եք նշում, այն աշխատանքը, որ դուք եք անում, անուրանալի է եւ դրա մասին ըստ էության գիտի աշխարհասփյուր հայությունը, ես կարծում եմ, դա իմ անձնական ոչ միայն բժշկական կարծիքն է, այլև որպես քաղաքացի ես դրա համար շնորհակալ եմ։ Ինչ բարդություններ եք ունենում, ինչ խնդիրներ եք ունենում։ Ինչքանով է հիշատակեցիք Հրայր Հովակիմյանին, Հրայր Հովակիմյանը մի շատ լավ խոսք ունի, ինքը ասում է բժիշկները բաժանվում են երկու խմբի, ովքեր որ ունեցել են բարդություններ, ու ովքեր կունենան։ Ես հանրահայտ ֆիլմից հիշեցում անում, у вас настройки несчастные случаи были, будут վերևություն։ Ցավոք սրտի բարդություններ ունեցել ենք, ցավոք սրտի վատ բարդություններ ունեցել ենք եւ առաջին հերթին ես իմ պրակտիկայում շնորհակալ եմ հենց այդ մարդկանց, որովհետեւ բժշկության մեջ հիմնական որ ինչքան ասում են սովորի ուրիշի սխալների վրա, դա այն չի, երբ որ դու քո մաշկի վրա ես զգում, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ դրա փորձը դեռ անուրանալի է։ Մյուս հարցը այն է, որ պետք չի վախենալ բարդություններից։ Բարդություններ եղել են, կան եւ լինելու են։ Հիմնական հարցը բարդությունները լուծել։ Որի պատճառով ես որի հենց հիմնական շարունակեք, որի հենց այդ բարդությունները լուծելու համար ես շատ շնորհակալ եմ այս Նորք Մարաշ բժշկական կենտրոնին, որովհետև մեր խնդիրների երևի 99 եւ 9%-ը բարեհաջող լուծվել է հենց մեր թիմի կողմից։ Թիմ մասլով դա սրտային վիրաբույժներն են, դա ռեանիմացիան է, դա ամբուլատոր օղակն է, դա ընդունարանն է, բոլորը, որոնք աշխատում են մեկ մարդու պես հանուն պացիենտի։ Համամիտ եմ եւ այս իմաստով Նորք Մարաշ բժշկական կենտրոնը շատ ուղղություններում է առաջամարտիկ եղել, առաջինն է ներդրել շատ ուղղություններ, ու քանի որ մենք այսօր այս բարդ ուղղության մասին ենք խոսում, համաձայնեք, որ այս ուղղությունը այնուհանդերձ շատ հանրահռչակված չէ եւ շատ պացիենտներ չեն իմանում։ Ինչ կարող են անել պացիենտները ավելի շուտ հայտնաբերելու համար արիթմիոլոգիական խնդիրները եւ ինչ սկզբունքով ենք մենք իրենց տրիաժի ենթարկում, ինչ ցուցումներով ենք իրենց առաջարկում պլանային միջամտություններ, որքանով կարող են արիթմիաները լինել ուրգենտ, այսինքն անհետաձգելի իրավիճակներ։ Ես կուզեի մի քիչ կլինիկական պրակտիկայից նաեւ այս դեպքերն ու սցենարները ներկայացնեք։ Ընդհանրապես արիթմիոլոգիական խնդիրներ հանդիպում են 1 օրական հասակից սկսած մինչև անվերջություն, շատ ցավոք մանկական տարիքում բավական ուշ է հայտնաբերվում
արիթմիաները, որովհետև ծնողները ուղղակի չեն հասկանում ինչու՞ է խնդիրը կայանում։ Երեխան անհանգիստ է, ասում են կմեծանա կամ սիրտը արագ է աշխատում, կմեծանա կանցնի, ամեն ինչ լավ կլինի։ Իրականում դրա տակ թաքնված է արիթմոլոգիական խնդիր։ Երեխաների մոտ հիմնական արիթմոլոգիական խնդիրները դրանք սրտխփոցներն են, որ սիրտը սկսում է շատ արագ բաբախել։ Քանի որ երեխաների մոտ ի սկզբանե սրտազարկը արագ է, 120-130 իրենց համար դա նորմալ սրտազարկ է, ուշադրություն պետք է դարձնել այն դեպքում, երբ որ սրտազարկը մոտենում է 200-ի, ընդ որում այն դեպքում, երբ որ երեխան չի վազել, չի խաղացել, այլ հանգիստ եղել է եւ ինքը գտնվում է անհանգիստ տագնապային վիճակում։ Մեծահասակների մոտ արդեն ովքեր որ գիտակից են եւ կարողանում են իրենց կառավարել, հիմնական գանգատը դա հենց սրտխփոցն է, որը որ կարող է լինել արագ աշխատանքի ձևով, դանդաղ աշխատանքի ձևով, ավելի խորացված դեպքերում գլխապտույտներ, կոորդինացիայի խանգարումներ, ուշագնացություններ եւ ավելի վատ դեպքում դա հանկարծամահությունն է, որը որ հենց ցավոք սրտի արիթմոլոգիական խնդիր է, երբ որ սիրտը ընկնում է փորոքային տախիկարդիա կամ փորոքների ֆիբրիլյացիա մեջ, դա համարժեք է սրտի կանգին եւ դա բերում է բավական աշխարհում համար 1 մահացության պատճառն է հենց դա։ Հիմնական հարցը, երբ որ ունենք նման գանգատներ, սրտխփոց, անմիջապես դիմել համապատասխան բուժ հիմնարկությունները։ Շատ լավ են ներկայիս գադջետները, որոնք որ բավական հիշտացնում են մեր գործը, նույն iWatch-երը կամ ժամանակակից հոլտեր սարքեր, բայց որոնք որ կենցաղային են, որ ցանկացած մարդ կարող է վերցնել եւ ժամացույց, երբ որ վատ է զգում, մատը դնում է ժամացույցի վրա, տեսնում է պուլս EKG-ն առաջանում է, տպվում է, դա կարող է ուղարկել քո բժշկին, նույնիսկ ինքն էլ է նշում, որ կա խնդիր, թե չկա խնդիր։ Ներկայումս այդ առումով մեր խնդիրները բավական հեշտացել են։ Որպես նաև էլեկտրոֆիզիոլոգ, դուք ինչպիսի վերաբերմունք ունեք բարձր տեխնոլոգիաներին, մասնավորապես, եթե չեմ զարմացնի ձեզ, եթե խոսեմ արհեստական բանականությունից եւ դրա ներդրումից, արդյոք դուք համարում եք, որ սա կարող է լրացուցիչ դաշտ բացել դիագնոստիկ առումով ձեզ օգտակար լինելու համար, նույն հոլտեր մոնիտորինգի երկար այս ընթացքը վերլուծության process-ը արագացնելու համար կամ թեկուզ եւ միջամտությունների ընթացքում ինչպես եք պատկերացնում եւ կա արդյոք աշխարհում արիթմիոլոգիայի AI-ի կիրառումը։ Ընդհանրապես ինվազիվ արիթմոլոգիան կամ էլեկտրոֆիզիոլոգիան առանց նորագույն տեխնոլոգիայի 0 է։ Եվ մենք շատ արագ ենք զարգանում, եթե մենք համեմատենք 10 տարի առաջվա ինվազիվ արիթմոլոգիան եւ ներկայիս ինվազիվ արիթմոլոգիան սարուձորի տարբերություններ են։ Տեխնոլոգիաները լրիվ փոխվում են, հատկապես 2000-ական թվականներից, 2000 թվականից հետո էապես ինքը առաջ է քայլում։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, միանշանակ դա շատ ողջունելի է, որովհետև մեր պրոֆիլում ընդհանրապես բժշկության մեջ կա այսպես կոչեցած learning curve, այսինքն կրթության ուղի տևողություն կոչեցյալը, որը որ պահանջում է բավական երկար ժամանակ, բավական երկար փորձեր։ Եվ արհեստական բանականության օգնությամբ հենց այդ learning curve-ը կարելի է էականորեն կարճացնել։ Եվ պարտադիր չի, որ պացիենտը անի բժշկանի ենթադրենք 4-5 օր վիրահատություն, որ հասկանա, որ ինքը կարող է հասնել հաջորդ level-ը։ 20000 ժամի կանոնն էլ կա, չէ՞, այդ մասնագիտացման պրոֆեսիոնալիզմի։ Իսկ երբ որ մենք ունենք արդեն մեծ ինֆորմացիա փորձի առումով եւ այնպիսի աղբյուր, որ մեզ կարող է շատ արագ ինֆորմացիան տալ։ Big data-ի մասին է խոսքը, հա, մեծ տվյալների շտեմարանները, որ AI-ը օգտագործում է։ Նույն EKG-ների առումով, նույն հոլտերների առումով AI-ը հիմա շատ խոշոր կենտրոններում ընդգրկում են հենց կաթեդրային աբլյացիայի մեջ, որ ինքը քեզ շատ արագ հուշում է, թե արիթմիկ օջախը որտեղից է առաջանում, որտեղ է կամ կողմնորոշում է, ինչ դուք հասկանայր։ Ներկա պահին AI-ը մարդուն չի փոխարինում, ոչ էլ պետք է, բայց ասիստենտ է, օգնում է, բայց շատ օգնում է։ Արագացնում է։ Դա նույնն է, որ մենք մեքենայով ավելի արագ ենք մի կետից մյուս կետը տեղափոխվում, ինքնաթիռով շատ ավելի արագ ենք տեղափոխվում եւ AI-ը մեզ իսկապես կարող է նիտրոն լինել մեր այսպես արագացնել գործընթացը։ Ես ապշում եմ պարզապես, երբ կառուցում են ամբողջ AI-ի գաղափարախոսությունը եւ վիժեցնում են AI-ի ապագան որոշ մարդիկ, որ մենք մարդը եւ այլն, դա պաթոս է։ Երբ որ առաջին հաստոցները եկան եւ երբ որ անիվը եկավ փոխարինելու մյուս ամեն ինչին, մենք այս փոխակերպումներն ապրել ենք։ Ես բացարձակ լավատես եմ եւ խիստ վստահություն ունեմ, որ հատկապես էլեկտրոֆիզիոլոգիայում, նեյրոֆիզիոլոգիայում այն ամենը ինչ որ կապված է high-tech-ի հետ,
բարձր տեխնոլոգիաների հետ AI-ը միանշանակ առաջընթաց է անել։ Միանշանակ։ Մենք Նոր Մարաշ բժշկական կենտրոնում ունենք արդեն AI-ի փորձառություն կամ ունենք ծրագրեր ներգրավել նման գործիքակազմեր։ Անմիջապես որ կոչվի AI ոչ, բայց մեր կոնկրետ ներկա էլեկտրաֆիզիոլոգիայի սարքերը, որոնցով կատարում ենք կաթետրային աբլյացիաներ, դրանք ամենավերջին սերունդն են եւ դա անուղղակիորեն AI-ի նման հարց է, որը որ մեզ տալիս է սրտի 3D եռաչափ պատկերը, ոչ միայն անատոմիական առումով, այլ իմպուլսի տարածման առումով։ Այսինքն տեսնում ենք իմպուլսը որտեղից է առաջանում, ոնց է գնում, եւ դա մեզ շատ մեծ ինֆորմացիա է տալիս, թե որտեղ այրենք։ Նախկինում ոնց էր կատարվում, երբ որ այդ համակարգերը չկային, ամեն կետում միլիմետր առ միլիմետր կաթետրը դրվում էր եւ չափումներ էր արվում։ Հիմա մի հատ ամբողջությամբ վրայով անցնում է շատ արագ եւ այդ պատկերը, այդ գործողությունը, եթե նախկինում ունենք փորոքային տաղկարդիաբլյացիան կարող էր տևել միջինում ստանդարտ դեպք 5-6 ժամ, հիմա այդ ժամանակը պակասել է մինչև 40-ից 1-1.5 ժամ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, մեր եթերաժամը ցավոք մոտենում է ավարտին, թռանք, ինչպես որ պայմանավորվել էինք, իրար հետ այսպես բարձր մակարդակի զրույց ունեցանք նաև գործընկերային եւ սիրելի հեռուստադիտող առանց կատակի, բայց պայմանավորվեցինք, որ Ֆերուզյան անտառում Ռոբին Հուդը տվյալ դեպքում բժիշկ հարգարժան բժիշկ Արմեն Խաչատրյանը մեզ էքսկուրս կազմակերպեց եւ մենք հասկացանք, որ ամեն ինչ այդքան սարսափելի չէ, ինչպես որ թվում է արտաքինից, եւ հասկացանք նաեւ, որ այս անտառը, մութ անտառը իրականում մի ամբողջ ինստիտուտ է, մի ամբողջ գիտություն է, որը որ շատ արագ տեմպերով զարգանում է, իսկ ամենից հաճելին այն է, որ Հայաստանի Հանրապետությունը իդեմ ձեր բժշկական կենտրոնի տվյալ դեպքում այսօր առաջամարտիկներից մեկն է եւ չի զիջում։ Այնպես որ եթե ունեք արիթմոլոգիական խնդիրներ, մենք շատ լավ արդեն հասկանում ենք, թե ինչպես ու ինչ վստահությամբ կարող ենք դրանք լուծել։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր թանկ ժամանակի համար, եւս մեկ անգամ ողջունում ձեր բաժանմունքի անդամներին, բժշկական կենտրոնի ողջ թիմին, անձամբ ձեզ, վստահ լինելով, որ մենք կհասցնենք դեռևս համագործակցել տարբեր ասպեկտներով։ Սիրելի հեռուստադիտող, Իսկ ձեզ մաղթում եմ, որ ձեր սիրտը եւ ձեր հարազատների սիրտը զարկի մի ատոն, ինչպես որ պայմանավորվեցինք, որպեսզի դուք ռիթմավարի եւ այլ միջամտությունների կարիք չունենաք։ Առողջ եղեք, կհանդիպենք։